Փոքրիկ իշխանը, մաս 3։ Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել։ Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում։ Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական եւ իմիջիայլոց ասված նրա խոսքերից։ Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, ես ինքնաթիռ չեմ նկարի, որովհետև ինքնաթիռ նկարելն իմ խելքի բանը չէ։ Հարցրեց ինձ. Սա ինչ առարկա է։ Սա առարկա չէ, սա թռչում է։ Սա ինքնաթիռ է։ Իմ ինքնաթիռը։ Եվ ես հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ։ Ոնց թե, բացականչեց նա։ Դու երկնքից ես իջել։ Այո, համեստորեն պատասխանեցի ես։ Ինչ ես ասում, շատ հետաքրքիր է։ Եվ փոքրիկ իշխանն այնքան գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ։ Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ եմ վերաբերվում։ Հետո նա ավելացրեց. Ուրեմն դու էլ ես երկնքից իջել։ Իսկ ո՞ր մոլորակից ես եկել։ Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը եւ առանց այլևայլության հարցրի. Ուրեմն դու այլ մոլորակից ես եկել։ Բայց նա չպատասխանեց, նա գլուխը մեղմորեն օրորում էր, հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից։ Հնարավոր չէ, դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ։ Նա անկավ երազանքների գիրկը եւ դա երկար տևեց։ Այնուհետև գրպանից հանելով իմ նկարած ոչխարը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով։ Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց այլ մոլորակների մասին նրա կիսախոստովանությունը, եւ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ։ Որտեղից ես եկել, սիրելի մանչուկ։ Որտեղ է քո տունը։ Ուր ես ուզում տանել իմ ոչխարին։ Նա պատասխանեց երկար ու լուռ մտորելուց հետո։ Լավ արեցիր, որ ինձ արգղտվիր, գիշերներն իմ ոչխարը հենց նրա մեջ էլ կքնի։ Դե իհարկե, եւ եթե դեմ չես, քեզ կտամ նաեւ մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես, ցից էլ կտամ։ Այդ առաջարկը կարծես շփոթեցրեց նրան։ Նրան կապեմ։ Դու էլ հոչասիր։ Ախր եթե չկապես, ոչխարը կարող է գնալ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի։ Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց։ Բայց ուր կարող է գնալ։ Ուր խելքին փչի, կգնա ուղիղ մինչև… Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ։ Ոչինչ, թող գնա, իմ տունը շատ փոքր է։ Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց. Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա։